Ես մտնում եմ դպրոց, նորակառույց դպրոց, գույքը բոլոր հնարավոր գույքերը դրած է։ Մտնում եմ մարզական դահլիճ, տեսնում եմ թենիս սեղանը դրած է բասկետբոլի վահանակի տակ։ Ասում եմ հարգելին ես խեք ստեղ դրել։ Բա ոնց է, ասենք լավ, հələ հասկացա թենիս կխաղան երեխեք, բա բասկետբոլ ոնց են խաղալու։ Կամ մտնում ենք սպորտային դահլիճ, տեսնում ենք, որ ենթադրենք բաներ կան, տարբեր, նաև այդ թվում մեծ գույքեր կան։ Դրածա կենտրոնում, ասենք լավ, մի անգամ գնում ես, տեսնում ես դրածա, ասում ես երևի այդ դասնա, երկրորդ անգամ գնում ես, տենում այդ նույն տեղը դրածա, երրորդ անգամ ես գնում, տենում ես այդ նույն տեղը դրածա։ Լաբորատորիաների հետ կապված։ Ասենք ես մտնում եմ, մենք հիմա քիմիայի լաբորատորիաներում նաև բաներ ենք, խալաթներ են սպիտակ, սկզբից հա տեսնում եմ փաթեթների մեջ դրած, ասում եմ, բա ինչի է փաթեթի մեջ դրած, հետո հաջորդ տեղ դնում եմ, տեսնում եմ հանած է, բայց մեկ այլի փաթեթի մեջ այլի օգտագործված չի։ Այստեղ ես խնդիր եմ տեսնում եւ ես իրոք տպավորում, էլի սկզբում 1, 2, 3, 4, ես ասում եմ շատ լավ նոր է, բայց եթե մենք այստեղ մեխանիզմներ չունենանք վերահսկելու, մասնավորապես ես այսօր նախարարի հետ առավոտյան խոսեցի, մեզ մոտ գոյություն ունեն այդ թվում դասալսումների ինստիտուտներ, եւ մենք մասնավորապես հիմա այնտեղ, որտեղ հարցը սուր դրված է հատկապես այդ կրթական գույքի մասով, մենք այսօրվանից սկսած շարունակաբար պատահականության սկզբունքով, չեմ ասում բոլոր տեղերը, բայց պատահականության սկզբունքով հատկապես նորակառույց դպրոցներում պետք է դասալսումներ։ Մենք պետք է գնանք չնախատեսված մտնենք քիմիայի դասի։ Տեսնենք լաբորատոր գույքը օգտագործվում է թե չէ։ Իհարկե ծրագրով մենք կտեսնենք նաև ինչ է այդ օրը, ինչ դաս է նախատեսված։ Ֆիզկուլտուրայի գույքը պատշաճ օգտագործվում է թե չի օգտագործվում, ֆիզիկայի լաբորատորիան, կենսաբանություն, աշխարհագրություն եւ այլն եւ այդպես շարունակ։ Որովհետեւ եւ պետքա տեսնենք, այնտեղ էլեկտրական սալիկներ կան, տարբեր, այսինքն գույք կա, որը շատ կարեւոր է եւ շատ այդ սալիկների վրա կարելի է սուրճ եփել, կարելի է դաս անել։ Ես չեմ բացառում, որ սուրճ էլ թող եփեմ, բայց դասը պարտադիր